Եվ երբ Պետրոսը նրանց մոտ իջավ, ասաց. «Ում փնտրում եք, ահա ես եմ, ինչ բանի համար եք եկել»։ Եվ նրանք ասացին. «Կորնելիոս հարյուրապետը, մի արդար եւ աստվածավախ մարդ, որ ամբողջ հրեա ազգի կողմից վկայված է, Սուրբ հրեշտակից հրաման ստացավ քեզ կանչելու իր տունը եւ քեզնից լսելու ինչ որ ասելու ես»։ Նա ներս կանչեց նրանց եւ իր մոտ օթևան տվեց։ Հաջորդ օրը Պետրոսը վեր կացավ գնաց նրանց հետ։ Հոպպեում գտնվող եղբայրներից ոմանք ևս նրա հետ գնացին։ Հետևյալ օրը մտան Կեսարիա, եւ Կորնելիոսը նրանց սպասում էր, կանչած լինելով իր ազգականներին եւ մտերիմ բարեկամներին։ Եվ երբ Պետրոսը ներս մտավ, Կորնելիոսը նրան ընթեռաջ ելավ ու նրա ոտքերն ընկնելով երկրպագում էր։ Պետրոսը կանգնեցրեց նրան ու ասաց. «Ոտքի ելիր, ես ինքս էլ մարդ եմ»։ Եվ նրա հետ խոսելով ներս մտավ ու այնտեղ շատերին հավաքված գտավ։ Նրանց ասաց. «Դուք ինքներդ գիտեք, թե ինչպես կարելի չէ հրեա մարդու համար օտարազգու հետ շփվել կամ նրան մոտենալ, բայց Աստված ինձ ցույց տվեց, որ մարդկանցից ոչ մեկին չպետք է պիղծ կամ անմաքուր համարեմ։ Դրա համար էլ առանց առարկության եկա, երբ կանչվեցի։ Բայց այժմ հարցնում եմ ձեզ, ինչ բանի համար ինձ կանչեցիք»։ Եվ Կորնելիոսն ասաց. «Սրանից 4 օր առաջ այս ժամին, մինչ ժամը 3-ի աղոթքն էի անում իմ տանը, ահա սպիտակ զգեստով մի մարդ եկավ կանգնեց իմ առաջ ու ասաց. «Կորնելիոս, քո աղոթքները լսելի եղան եւ քո ողորմությունները հիշվեցին Աստծո առաջ։ Արդ մարդ ուղարկիր Հոպպե եւ կանչիր Սիմոնին, որ Պետրոս է կոչվում. նա օթևանել է կաշեգործ Ոմն Սիմոնի տանը ծովի մոտ։ Նա կգա եւ կխոսի քեզ հետ։ Եվ ես իսկույն մարդ ուղարկեցի քեզ մոտ, դու լավ արեցիր, որ եկար։ Այժմ մենք բոլորս կանգնած ենք Աստծո առաջ, լսելու այն ամենը, ինչ քեզ հրամայված է Տիրոջից»։